Երեխաների պաշտպանության միջազգային օրը եւս մի առիթ է հանրության ուշադրությունը գրավելու երեխաների իրավունքներին ու խնդիրներին։ Այսօր Հայաստանում շատ հասարակական կազմակերպություններ զբաղվում են երեխաների պաշտպանության հիմնախնդիրներով։ Ստեփանավանում գործող լիարժեք կյանք ՀԿ-ի առաքելությունը կայանում է նաեւ հատուկ կարիքներով երեխաների պաշտպանության ու հասարակության ինտեգրման մեջ։ 2001 թվականից ՀԿ-ում գործում է երեխայի զարգացման եւ կրթության համայնքային կենտրոնը, ուր հաճախում են 47 հաշմանդամություն ունեցող եւ 15 հաշմանդամություն չունեցող երեխա Ստեփանավան քաղաքից եւ հարակից 11 գյուղական համայնքներից։ Լիարժեք կյանք ՀԿ-ի առաջնային նպատակը հատուկ կարիքներով երեխաների ներառումն է հանրակրթական հաստատություններ։ Այստեղ լիարժեք կյանք ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը կարևորում է սոցիալական գործընկերության դերը։ Այսօր ակտիվ համագործակցություն կա ՏԻՄ-ի, քաղաքի եւ հարակից համայնքների դպրոցների ու մանկապարտեզների հետ, սակայն դժվարություններ իհարկե դեռ կան։ Մենք այս ընթացքում աշխատանքների մենք ականատես ենք եղել մի խնդրի, որ մենք կարիք ունենք մեզանում արագ արձագանքման մեխանիզմների, որպեսզի հայտնաբերվեն երեխաները եւ նմանատիպ եւ հնարավոր իրավունքների խախտման բռնության դեպքերը արագ արձագանքվեն, հա, որտեվ եթե նայենք մարդու իրավունքների պաշտպանի անցած տարվա զեկույցը, երեխաների մասով շատ աղքատիկ ինֆորմացիա է եւ ընդամենը վերլուծությունում տեղ է գտել մարդու իրավունքների պաշտպանին դիմաց 12 դեպք։ Ներկայումս լիարժեք կյանք հասարակական կազմակերպությունը հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման ծրագրի շրջանակներում Ստեփանավանի 2 եւ մի քանի գյուղական համայնքների դպրոցներում ուսուցիչների, աշակերտների ու ծնողների շրջանում իրականացնում է ներառական կրթության սկզբունքների կիրառման իրազեկման բարձրացման ուղղված սեմինար պարապմունքներ։ Մեր կազմակերպությունը ներկայումս իրականացնում է ծրագիր, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից եւ իրականացվում է World Vision Հայաստանյան գրասենյակի կողմից։ Առաջի հայացքից դա կարող է թվալ, որ ներառական կրթությունը դա զուտ հաշմանդամություն ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում ներառելն է, բայց ներառական կրթության սկզբունքները ամբողջապես ավելի բազմակողմանի եւ ավելի խորը համակարգ են եւ այդ սկզբունքների պատշաճ կիրառումը թույլ է տալիս արմատական բարեփոխումներ իրականացնել ամբողջ հանրակրթության համակարգում, այսինքն թույլ է տալիս առաջ բերել յուրաքանչյուր անհատական աշակերտի կարողությունները եւ հմտությունները եւ նաեւ պայմաններ ու հնարավորություններ է տալիս ուսուցչին ավելի արդյունավետ ուղղորդել այդ կարողությունները։ Երեխաների իրավունքների պաշտպանության շրջանակներում իհարկե անելիքներ դեռ շատ կան։ Այս տարի եւս լիարժեք կյանք ՀԿ նախաձեռնությամբ Ստեփանավանում հունիսի 1-ը երեխաների համար գեղեցիկ այդ օրը ավանդույթի համաձայն կանցկացվի կարճանկարչությամբ տարաբնույթ խաղերի կազմակերպմամբ կներկայացվեն երեխաների ձեռքի աշխատանքները, կլինի երեխաների իրավունքների ու ուղերձների գրառում խաղաղության պատին, մրցանակներ եւ այս ամենն իհարկե կուղեկցվի գեղեցիկ երաժշտական կատարումներով։ Արմինե Բալայան կամ Սար Ֆրանգյան, Ֆորտունա հեռուստաընկերություն Ստեփանավան, Երևակի համար։